խորհրդարանում ունեցած ելույթի հետ հաշտ եք, պարոն Պասիլյան։ Հաշտեք ինչ առումով նկատում եք։ Ես չէի ունենա, բայց այն որ ինքը համարժեք էր եւ հասկանալի էր որտեղից է եւ ինչն է պատճառը, այդ կա։ Այսինքն ինքը անհիմն չէր։ Ձգտեք լավը լինել, ոչ թե հայոյանքին հայոյանքով պատասխանել, չեք կարծում, որ դա ավելի քաղաքակիրթ է։ Հասկանում եք, այն մեթոդները, որ կիրառում է այս պահին ընդդիմությունը, բոլորիս կողմից շատ հասկանալի է, հա։ Ու նայեք, նույնիսկ ստեղ առաջի հայհոյողին չկա ինքը պատասխաններ չի տալիս, բայց Վիլեն Գաբրիելյանը ունեցավ այդքան Հիմա Արսեն Թորոսյանը պետք է մանդատը վայր դնի։ Ոչ, նախ այնտեղ հայոյանք չի հնչել, եղել է անդրադարձ։ Պետք է ցիտեմ իր ասածը, մեզ թուրք ասողի հեժնել, մեժնել, լավնել։ Ինչից ելնելով ասել։ Հիմա բացատրեմ։ Հայոյանքով են պատասխանում։ Հիմա ասեմ ինչից ելնելով ասում։ Չեք ժողովրդավար։ Քաղաքակիրթ ենք, ժողովրդավար ենք եւ հենց դրա համար է որ ես առաջինն էի կանգնած Լևոն Քոչարյանին դեմ դիմաց եւ այդ հայոյանքին ինչքան էլ մեծեր ցանկությունը շարունակել իմ խոսքը, թե նկատել եք ես այնտեղ մի փոքր ոգևորվում եմ, բայց դրա համար չեմ անդրադարձել։ Այսինքն չեմ շարունակել իմ խոսքը, հաշվի առնելով որ կողքս տարբեր մարդիկ կան եւ այլն։ Ներողություն, հիմա որ դուք ասում եք հայոյեցին, մենք էլ այդ շեշտադրումներով ելույթ ունեցանք։ Հիմա օրինակ Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է ապօրինի հարստացում։ Հիմա ի պատասխան պետք է նաև ապօրինի ենթադրյալ ապօրինի հարստանա։ Չէ, դա մեկը մյուսի հետ կապ չունի, որովհետև դա հակադարձում չի իրականում, որովհետև հետո էլ երևի տենց ստիպված կլինենք ուրիշ հանցագործություններ գործելի պատասխան, բայց եթե նկատում եք, հենց դա այնտեղ որտեղ հանցագործություններ ենք, մենք ի պատասխան չենք անում։ Նիկոլ Փաշինյանին է փորձում նմանվել, նա գոռում է համբալ, հետո Արսեն Թորոսյանի այդ օրինակ ելույթն է տեղի ունենում, պարոն Քոչարյանը չի զիջում իր հայտարարություններով օրինակ։ Ես հասկանում եմ, դուք ուր եք տանում, բայց եկեք մի հատ սենց էլի, դուք մթնոլորտը հասկանում եք նյարդերի վրա ոնց են խաղում, հասկանում եք թե ինչ է կիրառվում։ Իմիջիալուց ամենավատ գործիքը, չէ, հիմա ես ասում եմ, ամենավատ գործիքը այն է, հասկանում եմ, բայց ամենավատ գործիքը այն է, որ այդ չեն անում իրանց ձեռքով։ Այդ արվում է փողոցներում, այդ արվում է մեր ծնողներին, երեխաներին, որդիներին ուղիղ թիրախավորմամբ։ Երբ որ ծնողին ու հատկապես երեխային ուղիղ թիրախավորում են, նյարդերը այդքան էլ հեշտ չի պահելը։ Շատ հաճախ, շատ տեղերում կարող է մարդիկ մի քիչ ավելի կոշտ արձագանքեն, քան բանան։ Էլ չեմ ասում, նորից եմ ասում, մարտի 1-ի պատասխանատուներն ու կոռուպցիայի լուրջ գործերով մեղադրվողները, երբ որ գալիս են ու ուղիղ ու շատ վատ բառապաշարով քեզ են փորձում նույնի մեջ մեղադրել, երբեմն այո, նյարդերը տեղ տալիս են։ Շնորհակալություն։ Yes.